Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք փետրվարի 16-ից մինչև 22-ը ընկած ժամանակահատվածի աշխատանքային թեմայով։ Աշխատանքային հորոսկոպ է սա։ Բոլոր կենդանակերպի նշանների համար։ Հորոսկոպը կարող եք նայել և ասցենդենտի, և լուսնային, և արևային նշաններով։ Եվ այսպիսով խոյեր, երկուշաբթին բարենպաստ օր է պայմանագրեր և գործարքներ կնքելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսը բավականին կայուն է, սակայն նոր ֆինանսական մուտքեր առայժմ չեն սպասվում, ուստի մի տարվեք գնումներով մարքեթփլեյսներում։ Ծուլեր, հնարավոր են զգալի ծախսեր տան բարեկարգման կամ երեխաների կրթության համար։ Տարբեր ֆինանսական փաստաթղթերի հանձնումը, լինի դա հաշվապահական հաշվետվություն, թե բիզնես պլան, ցանկալի է նշանակել չորեքշաբթի օրը։ Ուրբաթ օրը ըստ երևույթին ձեր առջև կդրվի նոր աշխատանքային խնդիր։ Եկվորյակներ, հնարավոր է նյութական վիճակի զգալի բարելավում, ձեզ կառաջարկեն շահավետ պայմանագիր։ Ձեր ստեղծագործական գործունեությունը ձեզ կբերի զգալի շահույթ։ Խեցգետիններ, եթե կարողանաք գրավել ղեկավարության բարեհաճ ուշադրությունը, ապա շաբաթվա վերջում հնարավոր է նյութական վիճակի բարելավում։ Շատ հավանական է նաև կարիերայի աճ, սակայն օբյեկտիվորեն գնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները։ Առյուծներ, ֆինանսական վիճակը կայուն է, սակայն ձեզ անհրաժեշտ է դրսևորել ակտիվություն և չթաքնվել գործընկերների հետևում։ Ուրբաթ օրը բիզնես բանակցությունների համար ամենաբարենպաստ օրերից մեկն է։ Կույսեր, ֆինանսական վիճակը կայուն է, այն թույլ է տալիս ձեզ հաճոյանալ ինքներդ ձեզ, իսկ դա լավագույն հիմքն է դրական հույզերի և լավ տրամադրության համար։ Սակայն մի մոռացեք, որ ձեր առատաձեռնությունը պետք է ունենա ողջամիտ սահմաններ։ Կշեռքներ, երեքշաբթի հնարավոր են երկար սպասված դրամական մուտքեր, որոնք կամրապնդեն ձեր նյութական վիճակը։ Աշխատավայրում ձեր կարծիքին ուշադրությամբ են վերաբերվելու։ Կարիճներ, ձեր ֆինանսական վիճակը կլինի բավականին կայուն, գումար կստանաք, ձեր հեղինակությունը աշխատավայրում աճում է, իսկ ծանրաբեռնվածությունը նվազում, այսպիսով դուք ժամանակ կունենաք հանգստանալու համար։ Աղեղնավորներ, ձեզ մոտ կլինեն ֆինանսական ռեսուրսներ, երեքշաբթի լսեք գործընկերների կողմից առաջարկված գաղափարին, իսկ հինգշաբթի ընդհակառակը կլսեն ձեր առաջարկները։ Այս եղջյուրներ, պատրաստ եղեք փոփոխությունների, սովորելու և նոր հմտություններ յուրացնելու, այդ դեպքում ձեզ երաշխավորված է զգալի ֆինանսական շահույթ։ Թեև գործերում հաջողությունը կդրսևորվի դանդաղ, բայց վստահ ու կայուն կերպով։ Կա նաև հնարավորություն, որ այն երկարատև կլինի։ Ջրհոսներ, շաբաթը ձեզ կտրամադրի բազմաթիվ հնարավորություններ եկամուտներ ստանալու համար։ Առևտուր, կոմերցիոն գործունեություն կամ բնակարանի վաճառք, սակայն մի մոռացեք, որ չափազանցությունները կարող են հանգեցնել դրամական կորուստների։ Ձկներ, լավ ժամանակ է թե բիզնեսի, թե ստեղծագործության համար։ Դուք կստանաք զգալի շահույթ, կունենաք հնարավորություն ուրախացնելու սիրելի մարդուն թանկարժեք նվերներով։ Այսքանը սիրելիներս։ Սպասում եմ ձեզանից լայքերի և խնդրում եմ բաժանորդագրվել ալիքին։ Ձեզ լավ օր եմ մաղթում։